Ողջույն ու բարի գալուստ EduEthics podcast։ Այս podcast-ը կրթության մասին է, կրթական էթիկայի մասին է, կրթության ոլորտի հնարավորությունների, խնդիրների ու հարցերի մասին է։ Ինչպես առաջացավ podcast-ը ստեղծելու միտքը։ Ես եւ ընկերս Վաղեմի Աննան Արուստամյան, թե որպես կրթության ոլորտի մասնագետներ, ովքեր աշխատում են այս ոլորտում եւ բարբերաբար տարբեր հարցերի շուրջ քննարկումներ են ունենում, թե որպես ծնողներ, ում երեխաները մերօրյա կրթության շահառու են, բարբերաբար քննարկում էին կրթության ոլորտում առկա տարբեր հարցեր, դրական ու բացասական կողմերը, եւ հենց այս մտքերն էլ բերեցին այն գաղափարին, որ ինչու ոչ սկսենք podcast ու նաև ձեզ հետ կիսվենք մեր մտքերով։ Ողջույն Աննա։ Ողջույն Սամվելա։ Նաև խոսենք այն մասին, որ այսօր շատ կարևոր օր է, շատ կարևոր մարդկանց տոնն է ու երևի դու պատմես։ Այսօր մենք խոսելու ենք ուսուցիչների մասին, քանի որ օրն էլ հենց խորհրդանշական է, խոսելու ենք ուսուցիչների իրենց դերի եւ այլի մասին։ Այսօր ուսուցիչների տոնն է, որը 1994 թվականից սկսել է նշվել աշխարհի 100 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, հոկտեմբերի 5-ը նշում ենք որպես ուսուցիչների տոն։ Երբ է դա որպես տոն, ընդունվել աշխարհում եւ մարդիկ սկսել են տոնել այդ տոնը, արժևորելով ուսուցչի դերը, նրա գործունեությունը, ունեցած ներդրումը կրթության եւ զարգացման բնագավառում, կապված էր 1966 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ աշխատանքի միջազգային կազմակերպության համատեղ ընդունած ուղեցույցի հետ, երբ ընդունվեց առաջին մի փաստաթուղթը, որով կարգավորվում էր ուսուցչի աշխատանքները, ուսուցչի կատարած գործունեությունը եւ հենց այդ օրը նկատի ունենալով 1994 թվականից հոկտեմբերի 5-ին սկսեցին տոնել ուսուցչի օրը։ Մենք որոշեցինք հենց այս խորհրդանշական օրով իրականացնել մեր առաջին ոդքասթի հրապարակումը, քանզի կարծում ենք, որ կրթության կարևորագույն կրթության կազմակերպման կարևորագույն օղակներից մեկը, գործող անձանցից մեկը հենց ուսուցիչն է, եւ ցանկացանք այսօր կիսվել մեր տպավորություններով ու մեր էմոցիաներով ուսուցչի դերի հետ կապված։ Ինչպիսին է քեզ համար ուսուցչի դերը, ով է ուսուցիչը։ Ինձ համար փոքր տարիքից էլ ու մինչև հիմա էլ ուսուցիչները շատ մեծ արժեք ու ներդրում ունեցող մարդիկ են։ Ես իրենց ներկայությունը երեխայի անձի կյանքում շատ եմ կարևորում ու նույնը փորձում եմ իմ երեխաների մեջ սերմանել, որ ուսուցիչը ինֆորմացիայի կարևորագույն աղբյուրն է, որ ուսուցիչը ձեր ընկերն է, որ ուսուցիչը ձեր ուղեկիցն է ու հենց այդ մոդելով էլ ես ինքս առաջնորդվել եմ ի սկզբանե։ Հետաքրքիր միտք ես ասում, մեր տանը ինձ մոտ գոնե մի կարևոր սկզբունք կա, անգամ եթե իմ երեխայի ուսուցչի որևէ մոտեցման հետ ես համաձայն եմ կամ համաձայն չեմ, երբեք իր ներկայությամբ չեմ քննարկում ուսուցչին, որովհետև կարծում եմ, որ հեղինակությունը, որ պիտի ունենա ուսուցիչը, պետք է պահել, եւ եթե օրինակ տանը մեծահասակները չեն պահում, երեխան ինքն էլ չի պահելու, ինչը դժվարություններ կբերի հենց իմ երեխայի ուսումնառության մեջ, ու այս սկզբունքը պահելով միշտ առաջնորդվում ենք ու միշտ հարգալից ենք խոսում իրենց ուսուցիչների ու այն մանկավարժների մասին, ովքեր իրենց հետ աշխատում են։ Իմ դիտարկմամբ մի եզրահանգման եկավ վերջերս, որ ուսուցիչ լինելը թե դիրք է, թե ձիրք է, եւ մենք հաճախ տեսնում ենք, որ կան ուսուցիչներ, ովքեր հրաշալի տիրապետում են իրավիճակին, դասարանին, առարկային, եւ լինում է դեպքեր, երբ որ դա չի ստացվում, եւ դիտարկելով սա ես հասկացա, որ իրականում թե դիրք պետք է ունենա, այդ դերը պետքա որոշակի դեր, դիրք ունենա դասարանում, թե ձիրք է, որովհետև կարող ես առարկայի երևույթի մասին ունենալ ֆանտաստիկ պատկերացումներ, տեղեկություններ, բայց
ուսուցչի ձիրք չունենալը քեզ կխանգարի դա փոխանցել այլ մարդկանց, այլ երեխաների, հա, ու ինձ համար գոնե դերակատարումը այս առումով նաև շատ կարևոր է։ Խոսացինք ուսուցչի դիրքի մասին, այսպես մտածեցի, որ գուցե նաև խոսենք մեր կյանքում այսպես ազդեցիկ տպավորություն թողած ուսուցիչների մասին, երբ քեզ առաջարկում էի այս մասին խոսել, դու միանգամից հիշեցիր, ես սկզբում մտածում էի դրական փորձառությամբ կիսվել մեր լսարանի հետ, բայց դու այսպես նաև բացասական ինչ-որ բանի հիշողության մասին խոսեցիր, որը կարծում եմ եւս կարևոր է, որովհետեւ մեր պատմության մի մասն է, հա, մեր կյանքի ինչ-որ անբաժան հատվածն է։ Սկսենք քեզնից, դու կիսվիր քո տպավորությամբ։ Բացասական թե դրական։ Երկուսով էլ կիսվիր, կարծում եմ երկուսն էլ հետաքրքիր է, որովհետեւ ես էլ իմ փորձառությունից հիշեցի, ես էլ կկիսվեմ անպայման։ Եվ մեր խոսակցության ժամանակ, երբ նշեցի այդ բացասական տպավորությունները կապված ուսուցչի հետ, դա իմ կյանքում միակն էր, առաջին ու վերջինն էր, դրա համար տենց խորը հետ կա թողել ինձ մոտ այդ միջադեպը, որը տարական դպրոցում էր կամ արդեն միջին դպրոցի 5-րդ դասարանում էր, երբ անցնում էինք մայրենի առարկան, ուսուցիչը տարիքով մեծ էր բավականին ու դասասենյակում այդ պահին հայտնվեց Սարդ, երբ մենք ուղակի անկախ մեզանից դասընկերներով սկսեցինք ծիծաղել ու կենտրոնացավ ուսուցիչը ինձ վրա, չեմ հիշում այս պահին ինչ բառ ոնց ասաց, բայց հիշում եմ, որ ինձ դասասենյակից դուրս հանեց, ես էլ այդ ժամանակ դասարանում գերազանց սովորող աշակերտ էի, ում ծնողը մայրիկը եւս դպրոցում էր, տատիկը դպրոցում էր եւ այլն, ու ինձ համար դա շատ անհասկանալի ու շատ տխուր պահ էր, երբ ուսուցիչը ինձ դասարանից հեռացրեց շատ գոռալով, ջղայնանալով եւ այլն, ես թաքնվել էի դպրոցում միջանցքում պատերի հետևում, որ հանկարծ ոչ ոքից չտեսնի, ամաչում էի, վախենում էի, չեմ հիշում այդ պահերը, բայց Սարդը ուսուցիչը ու դասարանից ինձ հանելը շատ տենց շատ տխուր էր, բայց իրականում ես շատ կուզեի խոսել իմ տատիկի մասին, ով շատ այսպես դրական փորձառություն է ինձ փոխանցել, իմ համար ուսուցիչը հենց իմ տատիկն է, որովհետև ես տեսել եմ, թե իմ տատիկը նույնիսկ երբ տարիքով մեծ էր, բայց շարունակում էր դպրոցում աշխատել ու բացի այն բնակվում էին գյուղական համայնքում, ես տեսել եմ, թե տատիկս այդ գյուղի խառը առօրյայի հետ մեկտեղ ոնց է մինչև ուշ երեկո նստում, պարտադիր բոլոր դասարանների համար դասը պլանավորում, ինքը այն բացառիկ ուսուցիչներից էր, ով ամեն օր դասը պլանավորում էր, նոր մտնում էր քիչ հանդիպող, այո, ինքը ինձ համար օրինակ ա եղել ուսուցչի մանկավարժի, դասը պլանավորում էր, հետաքրքիր խաղեր էր մտածում աշակերտների համար, երգեր էր մտածում աշակերտների համար, նույնիսկ էլի շեշտեմ, որ նույնիսկ մեծ տարիքում իմ տատիկս որոշակի այսպես նվերներ, ինչ-որ փոքրիկ բաներ էր պատրաստում աշակերտների համար իր միջոցներով, խրախուսանքներ, փոքրիկ հուշանվերներ, գնում էր ինքը, պահում էր, հետո հենց աշակերտներին պահը գալիս էր խրախուսելու, ինքը այդ փոքրիկ նվերները տալիս էր, իրենք փոքրիկ էին, բայց միևնույն է, այդ պահին աշակերտի համար շատ մեծ ոգևորող ազդակներ էին ու տատիկս այդ եղանակով փորձում էր շատ սիրուն դասեր կազմակերպել ու շատ մեծ հետք թողնել աշակերտների վրա։ Կարող ենք ասել, որ տատիկը մասնագիտության ընտրության վրա ազդեցություն է թողել։ Միանշանակ, որովհետև ես տեսել եմ, թե ինքը ինչպես էր այդ աշակերտների մինչև իր աշխատանքային վերջին օրերը ինքը շարունակում էր տետրերը ստուգել, մեջ ինչ-որ բառեր գրել, դեռ երբ տատիկս դպրոցում դասավանդում էր, դեռ չկար այդ հետադարձ կապը, որը տրամադրում էինք աշակերտներին բանավոր կամ գրավոր եղանակով, բայց տատիկս տետրերի մեջ անպայման անդրադարձ էր կատարում աշակերտներին, գրում էր, ասում էր, այս ինչ բանը քեզ մոտ լավ է ստացվում, այս ինչ բանին ուշադրություն դարձրու ու այս ամեն ինչը տեսնելով ես իմ մոտ ձևավորվեց այդ աշխատանքի հանդեպ սերը, մանկավարժության հանդեպ սերը ու միշտ մտածել եմ, եթե ես դպրոցում դասավանդեմ, ես տատիկիս նման եմ լինելու ու փորձել եմ հենց այդպես էլ անել։ Որովհետև տատիկը դիրք ուներ ու ձիրք ուներ։
Հա իմ համար եւս կարեւոր է, որովհետեւ ուսուցիչը անձը որքան էլ շատ գիտելիքներ ունենա, միգուցե նա այդ պահին դժվարություն ունենա հաղորդելու իր գիտելիքները աշակերտներին կամ ինչքան էլ հաղորդի, միգուցե չկարողանա այն եղանակով փոխանցի այդ գիտելիքները, որը որ կանի այն մարդը, ով ունի համապատասխան այդ հմտությունները մանկավարժական, ով գիտի թե ոնց կարա դասը կազմակերպի, որ աշակերտները ամբողջ ընթացքում այսպես կլանված, հետաքրքրված նստեն ու լսեն։ Համաձայն եմ քեզ հետ։ Ես էլ իմ փորձառությամբ Շատ կիսվեմ։ հետաքրքիր է։ Սկսենք բացասական, հա, ինչ որ հիշողություններից, երբ ինձ համար գոնե ուսուցչի կերպարի մեջ, այդ իդեալականացված կերպարի մեջ մի բան կոտրվեց, ուրեմն երրորդ դասարանում, երբ մեզ պիտի դասվարը դասավանդեր, այնպես ստացվեց, որ մեր դասվարի կյանքում ինչ որ դժվարություններ կային, հիմա ես չեմ էլ հիշի, թե ինչու էր խնդիրը, բայց միայն մայրենի ժամերը տրված էր մի ուսուցչի, ով թոշակի պետք է անցներ, բայց այդ մի տարին որոշեց մեզ դասավանդել եւ այդ իդեալականացված երջանիկ միջավայրը ինձ համար դադարեց այդպիսի լինել, որովհետեւ ես հստակ տեսնում էի տարբերակված մոտեցում աշակերտների նկատմամբ, երբ մեկին սիրում են, մյուսին չեն սիրում, ամենացավոտ հիշողությունը, երբ իր ամենասիրելի աշակերտներից մեկը այդ օրը պատրաստ չէր, ասեց, եթե ինքը պատրաստ չի, ուրեմն մնացածը չեք կարող պատրաստ լինել, բոլորդ երկուս եք ստանում։ Իսկ ես հիշում եմ, որ ես մի ամբողջ օր անգիր էի սովորել եւ սպասում էի, թե երբ պիտի ասեմ, որ ես օրինակ պատրաստ եմ, էլի, տարբերություն օրինակ չգիտեմ, քո սիրելի աշակերտի։ Սա երևի ամենատխուր փորձառությունն էր իմ ամբողջ դպրոցական կյանքի ընթացքում ուսուցիչների հետ կապված, որը անցավ, բայց նաև տպավորությունները մնացին ինձ հետ շատ երկար ժամանակ։ Իսկ առհասարակ, երբ մտածում եմ դրական փորձառության մասին, չեմ հիշում դեպք, երբ ուսուցիչներիս հետ վատ հարաբերություններ ունենամ կամ չգիտեմ, չեմ հիշում դեպք, երբ իրենցից դժգոհ լինեմ, բայց հետադարձ հայացքով նաև հասկանում եմ, գիտակցում եմ հիմա, որ յուրահատուկ տեղ ու դեր են ունեցել իմ կյանքում իմ հայոց լեզվի ու գրականության ուսուցիչները, թե դպրոցում, թե արդեն երբ ավագ դպրոցում վարժարան գնացի, վարժարանի ուսուցիչը, որովհետև իրենց շնորհիվ ես սկսեցի կարդալ, հասկանալ աշխարհը այլ տեսանկյունից, նաև գրականության աշխարհը ճանաչել, լեզվամտածողություն ձևավորել եւ հիշում եմ, որ օրինակ մինչև 7-րդ դասարան ես անգամ 2 տողանոց շարադրություն գրել չէի կարողանում եւ այդ ուսուցիչների աշխատանքի շնորհիվ էր, որ հետագայում ես գրում էի ու շատ ու ինձ մոտ լավ էր ստացվում, ամեն դեպքում բոլորն այդպես էին ասում ու իմ փորձառությունը, հա, հիշողությունները այս առումով այսպիսին էին, բայց կարծում եմ մեր օրյա ուսուցիչը ու մեր ժամանակվա ուսուցիչը, այսինքն մեր երեխաներին դասավանդող ուսուցիչներն արդեն եւ մեզ դասավանդող ուսուցիչները նաեւ տարբեր են ու տարբեր դերակատարում ունեն, կարծում եմ։ Նաեւ խոսենք այդ դերակատարման մասին, ըստ քեզ ինչու՞ է այդ տարբերությունը։ Ինչքան էլ որ դե մասնագիտությունը նույնն է, բայց դերակատարումները կարծես թե փոքր-ինչ փոփոխվել են։ Տարիների ընթացքում ուսուցչի դերը մեր հասարակության ոչ միայն մեր, այլ ամբողջ աշխարհում փոխվել է, որովհետև եթե առաջ օրինակ ուսուցիչը, օրինակ պատկերացնենք խորհրդային տարիների ընթացքում, եթե ուսուցիչը միակ մարդն էր, որ ուներ գիտելիք, այդ գիտելիքի կրողներ, հա, լուսավորություն տարածող անձներ, բոլորը սպասում էին ուսուցչի խոսքին, ինքը մեծ դերակատարում ուներ ոչ միայն դպրոցում, այլ նաև համայնքում, ներկայումս արդեն մի փոքր այլ է ուսուցչի դերը, դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով, կարծում եմ, թե ժամանակների փոփոխությամբ, թե այն, որ հիմա ինֆորմացիան շատ ավելի այլ աղբյուրներից կարող են աշակերտները, ծնողները, առհասարակ հասարակության անդամները ձեռք բերել, այդ իսկ պատճառով ուսուցչի դերը մի փոքր այլ ուղղությամբ է տեղափոխվել, կարծում եմ։ Նաև կարծում եմ մեր օրերում փոխվեց դասավանդման մոտեցման ձևերը, թե սկսվեց այդ հեռավար ուսուցման մոդելի ավելի իրականացումամբ դասերը կազմակերպելը, թե երեխաների ինքնակրթության վրա շեշտը շատ դրվեց, վերջերս այսպիսի մեկնաբանություն լսեցի, որ օրինակ իմ մաթեմատիկայի ուսուցիչը այնքան լավ չի բացատրում ինձ համար օրինակ խնդիրը, որքան ChatGPT-ն է կարողանում
կարողանում բացատրել եւ փաստացի շատ հաճախ այո օրինակ արհեստական բանականությունը կարող է ավելի հստակ բացատրել, քայլել ավելի տեսանելի լինեն, երեխաները ժամանակ ունեն նայելու, տեսնելու, մտածելու, վերլուծելու այն ամենի վրա, ինչ որ արհեստական բանականությունը իրենց առաջարկում է, մինչդեռ ուսուցիչը մեծ դասարանում եւ 45 րոպեում գուցե չի կարողանում այն ինֆորմացիան, որ պիտի հասցնի աշակերտին զուտ առարկայի առումով։ Միևնույն ժամանակ չեն կարող հերքել նաեւ այն փաստը, որ արհեստական ինտելեկտը, համացանցը եւ մնացած հարթակները չեն կարող փոխարինել այն էմոցիոնալ կապին, այն հուզական կապին, այն արժեհամակարգին, որ մեզ փոխանցում է ուսուցիչը, եւ կարծում եմ ժամանակակից ուսուցչի կարևոր դերերից մեկը հենց էմոցիաների համակարգի փոխանցումն է երեխային, որովհետև ի վերջո գալիս ենք նորից այն կետին, որ կարելի է արդեն համացանցով շատ բան սովորել, բայց այն ինչ մարդկային է, միայն մարդը կարող է մարդուն փոխանցել։ Միանշանակ համակարծիք եմ, քանի որ մենք ինչքան էլ հա տանը փորձենք կարդալ, ինքնակրթվել եւ այլն, մենք չունենք երկրորդ անձի հետ այդ կիսվելու հնարավորությունը, պատմելու հուզական կապը չի պահպանվում այս դեպքում, դրա համար ուսուցիչների դերը կարծում եմ հենց այս ուղղությամբ էլ գնում է։ Այսպիսով ամփոփելով մեր առաջին եթերը նվիրված մեր սիրելի ուսուցիչներին, ուզում եմ եւս մեկ անգամ շնորհավորել ձեզ, սիրելի ուսուցիչներ, սիրելի գոլեգաներ, որովհետև շատ կարևոր օր է ու շատ կարևոր մարդիկ եք դուք մեր հասարակության ավելի լավը դառնալու գործում կարևոր դերակատարման մարդիկ եք դուք։ Հուսամ ձեզ հետաքրքիր էր մեր զրույցը եւ կհետևեք մեզ, հետևելու համար խնդրեմ թե հավանում, թե արժանորդագրում մեր էջին եւ սպասեք մեզ ավելի հետաքրքիր զրույցներով եւ ձեզ համար հետաքրքիր հյուրերով։ Շնորհակալություն, հաջողություն։ Կհանդիպենք։